Ռոբերտի հետ ծանոթացել եմ նույն ռազմաուսումնական հաստատությունում, որտեղ որ ես ու ինքը սովորել ենք, ուղղակի ես իր սովորելուց հետո եմ նոր ընդունվել, ինքը արդեն բարձրագույն ավարտած սպա էր, այդ ժամանակահատվածում ծառայության էր անցել Արցախի Դրամոնի զորամասում, որպես տեսակի հրամանատար, ու պատահական ուղղակի մի օր երկուսս էլ այցելեցինք վարժարան, ու դրանից հետո արդեն շարունակվեց այս ամեն ինչը։ Ու շատ երջանիկ օրեր ենք ունեցել իրար հետ, ապրել, ինձ իր մեջ գրավեց իր այդ համեստությունը, ես միշտ իրան համեմատել եմ համեստ ժայռի հետ, որովհետև ինքը շատ ուրիշ կերպար էր, եզակի, չգիտեմ, բառերս մեկ-մեկ չի հերիքում իրան բնութագրելու համար, որովհետև նախ ինքը շատ զուսպ էր, շատ հավասարակշռված էր ու շատ խելացի, չափից դուրս խելացի էր։ Որոշել էինք շուտ ընտանիք կազմել, որովհետև ինքն էլ էր շտապում էր անընդհատ, մի քիչ այդ շտապողականությունը ինձ մոտ էլ կար, ճիշտն ասած, գիտեինք, որ ամեն դեպքում չեմ հասնելու դեռ ուսումս ավարտեմ, բայց խնդիր չկար, ասեց, որ դու կսովորես, ես էլ ծառայության տուն, մի խոսքով կհամատեղենք ամեն ինչ։ Պլանավորում էինք, որ ամուսնանանք, բայց այդ ժամանակահատվածում եղավ չարաբաստիկ 44-օրյա պատերազմը։ Պատերազմի ընթացքում կորցրեցի շատ կարևոր մարդկանց, հորս, կնքահորս, հայրս կամավոր էր, կամավոր մեկնեց սահմանակից, որպեսզի օգնի բոլորին եւ իր պարտականությունը կատարի, այդ ժամանակահատվածում եղբայրս էլ սպա էր, ՊԲ շարքերում էր, հենց եղբորս մոտ մեկնեց, այնպես ստացվեց, որ նոյեմբերի 1-ին լսեցինք հորս զոհվելու այդ գույժը։ Չկարողացանք գալ, Երևանում էինք այդ ժամանակահատվածում, ճանապարհները փակ էին, ոչ մի տարբերակ չունեինք գալ եւ վերջին հրաժեշտը տալ հորս։ Եղբայրս էին ու մնացած մեր բոլոր տղամարդիկ հարազատները, որ կազմակերպեցին այդ ամենը։ Արցախում մնացել ինքը, ճիշտն ասած, բավականին դժվար դաժան ճակատագրի ենք արժանացել, որովհետև նույնիսկ գերեզման տեղ չունենք գնալու, այսպես ասած, ամեն անգամ իր հետ կապված ինչ-որ օրի ուղղակի բարձրանում ենք ռոբի գերեզմաններ ու այդպես կամ եկեղեցի ենք գնում։ Ռոբերտը այդ ժամանակահատվածում Մարտակերտի հյուսիսային թևում էր, բավականին ինքը շատ ակտիվ մասնակցություն ունեցավ 44 օրյայի ժամանակ, այդ հատվածի ամենաթեժ տեղերում էր, որտեղ որ թեժեր իրանք խմբով մեկնում էին, 2-3 անգամ թեթև վիրավորումներ ստացել, բայց շարունակել ամարտը, քանի որ անհրաժեշտություն չի գտել, որպեսզի թողնի եւ հետ վերադառնա սահմանից, կարևոր էր իրեն տեղ լինելը եւ իր մասնագիտականը ներկայացնելու համար։ 44 օրյայից հետո արդեն մեր կյանքը լրիվ փոխվեց, ամուսնացանք մենք, ընտանիք կազմեցինք, բավականին զուսպ, առանց որևէ ավելորդ բանի, քանի որ մարդկանց հետ այդքան դժվար բաներ կատարվեց, մարդիկ իրենց զավակներին, հայրերին, ամուսիններին կորցրեցին ու դժվար էր այդ ամենից հետո ինչ-որ բան անելը եւ ճիշտ էլ չէր լինի։ Ուղղակի ես հակահարսանեկան շոր, ինքը իր զինվորական համազգեստով ու մի քանին լուսանկար արեցինք որպես հուշ, որ հետագայում ինչ-որ բան ունենանք կապված այդ օրվա հետ։ 2021 թվականին ծնվեց Անդրանիկ մեր զավակը, Վահես իմ համար մի ուրիշ աշխարհ է, որովհետև ինքը շատ փոքրիկ է, բայց ինքը իմ ընկերն է, որովհետև Ռոբերտը ինչքան դիրքերում էր լինում, 14 օր դիրքերում էր լինում, 14 օր տանը, ես ինքը միասին էինք լինում ու այդպես ես չեմ համարում իրան իմ տղան, ինքը իմ ընկերն էր։ Հետո Արցախում սկսվեց բլոկադա։ Բլոկադայից 4 օր առաջ մենք Հայաստանից եկանք դեպի Արցախ։ Ընդհանրապես պատկերացում չունեինք, որ հնարավոր է, որ ճանապարհը փակվի։ Եվ ճիշտն ասած շատ ուրախ էինք, որ փակվեց այն ժամանակ, որ մենք եկանք տեղ հասանք նոր ու մնացինք այս կողմում, ոչ թե մնացինք Հայաստանում ու տարբերակ չէինք ունենալու Արցախ գալ։ Մենք Արցախից ընթացքում շատ էինք, շատ չէ, տարին 2-3 անգամ գոնե հասցնում էինք գալ եւ Ռոբի հարազատներին տեսակցել, քանի որ Ռոբը Վանաձորից էր ու համընկավ այն դեպքի հետ, որ մենք գնացինք Արցախ ու ճանապարհը փակվեց։ Բավականին դժվար էր, սկզբի ամիսներին մի քիչ տենց անհավատալի էր, հետո արդեն գնալով ամեն ինչ խորանում էր, այդ ժամանակահատվածում ճիշտն ասած իմացանք, որ սպասում ենք մեր երկրորդ բալիկին, փորձում էինք համակերպվել ճիշտն ասած ու հույս ունեինք, որ շուտով ինչ որ մի օր կբացվի, վերջի վերջո փակ չի մնա,
բայց մեր հետ եղավ այն ամենասարսափելին, որին ընդհանրապես չէինք սպասում։ Հուլիսի 21-ն էր, ռոբոտ դիրքերից իջավ, հաջորդ աշխատանքային շաբաթ օրը գնաց եկավ ու կիրակի օրը միանգամից իր վիճակը վատացավ։ Միայն հասցրեց կանչի ու ասի, որ լավ չի զգում իրեն, ուրիշ ոչ մի բան։ Ես միանգամից շտապ կանչեցի, քանի որ ինքը երբևէ կյանքում ինչքան էլ ծայրահեղ վիճակ ա եղել իր մոտ, ինքը երբևէ չի ասել, որ ես լավ չեմ ինձ զգում։ Մտածեցի, ես ինչքան լուրջ ա, որ ինքը ասում ա, որ լավ չեմ։ Տանը ես էի ու Վահես 1.5 տարեկան, ես միանգամից զանգեցի մամայիս եղբորս, որ արագ գան, ասացի, որ լավ չի զգում իրեն։ 7 րոպե հետո շտապօգնությունը արդեն մեր տանն էր։ Այդ ընթացքում ձեռքը սեղմել էի, բռնել էի ու ինքը ամուր սեղմեց իմ ձեռքը։ Իրականում չէի պատկերացնում, որ դա այդ վերջինն է, որ ինքը սեղմում է իմ ձեռքը, ու հույս ունեի, որ այսա կտանենք հիվանդանոց, ինչ-որ մի ձև կլուծվի այս հարցը, սակայն արդեն ժամը 8-ն էր, հիվանդանոց էինք ասել, բժիշկը դուրս եկավ ու միանգամից ասեց, որ ձեր հիվանդի սիրտը 99% չի աշխատում։ Զգացողություններս չեմ կարող ասել։ Այդ ընթացքում սարսափելի էր, շատ սարսափելի էր, իրականում բառերով չեմ կարող նկարագրել, բայց այնքան ծայրահեղ վիճակ էր Արցախում, որ դեպքը տեղի ունենալուց հետո փորձում ենք ինչ-որ ձև Ռոբի մարմինը հանել եւ բերել իր հայրենի հող։ Ինքը Արցախի հետ շատ կապված էր, չափից դուրս, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը երբ ավարտեց, կամավոր ինքը միանգամից նախընտրեց Արցախ գալ։ Բայց ամեն դեպքում ես ուզում էի, որ ինքը իր հայրենի հողում ուղարկավորվի։ Թույլտվություն պետք է ստանայինք Ադրբեջանից, որ կարողանայինք իր մարմինը հանել Կարմիր խաչի միջոցով, ու 6 օր հետո մի կերպ ստացվեց դա մեզ մոտ, սակայն պետք է բալիկիս հետ այնպես գնայի, որ ես բացառապես կապ չունեի իր մարմնի հետ, մենք անծանոթ մարդիկ ենք։ Մեր դուրս գալու օրը համընկավ այն դեպքի հետ, երբ գերեվարեցին Վագիվ Խաչատրյանին, դրա համար համարյա մի 4 ժամ կանգնեցինք Հակարիում, թույլ չէին տալիս մեզ անցնել անցակետը։ Դիմացս շտապօգնության մեքենայի մեջ ամուսնուս մարմինն էր, հետևի մեքենայում ես էի, բալիկս էր, ու մի քանի տարեց մարդիկ, ովքեր առողջական պատճառներով Կարմիր խաչով տեղափոխվում էին դեպի Հայաստան։ Ոչ մեկ հստակ բան չէր ասում, ինչքան պետք է մնանք այնտեղ, ինչքան ա տևելու, ու այնպես ստացվեց, որ Գորիսից Կարմիր խաչը, այնտեղի Կարմիր խաչի ներկայացուցիչները եկան մեր հետևից, տեղափոխվեցինք մեքենաներով ու իրենց հետ շարունակեցինք դեպի Հայաստան մեր գալը։ Ժամանակն էր արդեն, որ ես պետքա ծննդաբեր էի։ Ռոբի հետ նախապես օր էինք որոշել, նոյեմբերի 5-ը, քանի որ ես կեսարյան հատումով եմ, բալիկն ես այդպես եմ ունենում, նախապես որոշել էինք օրը, այդ օրը մեր ՊԲ շարքերում նշվում է որպես հետախույզի տոն օր, եւ նախապես այդ օրն էինք պլանավորել ու աշխատեցի օրը չփոխել, մաքսիմալ, նույնիսկ բժիշկներին խնդրեցի, որ նախապես որոշում կա, որ բալիկս այսօրը պետք է ծնվի ու բոլորը համաձայնվեցին ու սպասեցինք մինչև նոյեմբերի 5-ը։ Ծնվեց աղջիկս, մեր կապուտաչյա գեղեցկուհին, շատ ուրիշ էր իր ծնվելուց հետո էմոցիաներս, շատ բարդ էր, բայց միևնույն ժամանակ իր ծնունդը այնքան հաճելի էր ինձ համար, նոր կյանքի սկիզբ, ամեն ինչ նորից վերապրեցի ու իր շնորհիվ, այսպես ասած, նորից սկսեցի կյանքս շարունակել։ Բալիկներս իմ ուժն են, Ռոբից մնացած իմ ամենակարևոր մասնիկներն են, չգիտեմ, երևի, ոչ թե երևի հենց իրենք են իմ ապրելու, արարելու պատճառները։ Վահես Արցախի հետ շատ կապված է, անընդհատ ինքը ասում է, գնալու ենք, ջուրը խմեմ, մեծանամ, գնամ Արցախը ազատագրեմ, ու միջև անգամ զարթնում է, ասում է, պապաս ինձ ասել է, դեսանտնիկ կդառնաս, մասնագիտականով, ու ես իրականում մտածում եմ, որ ինքը երազատ տեսնում ու այդ էմոցիաները գալիս այդ մոտ, ու ես վստահ եմ, չգիտեմ, չեմ կարող ասել 5 տարուց, 10 տարուց, թե ինչ որ ժամանակ, բայց եթե մեր նման սերունդ դաստիարակեն,
կոնկրետ այս պահին իմ տղան 3 տարեկան է, բայց ինքը տիրապետում է զենքին, ինքը կարողանում է կրակել, համարտիկ ասում են պետք չի անընդհատ այդ զինվորականի մեջ ներառեք իրան, բայց հնարավոր չի, բացառված է, ինքը ինչ տեսել դա էլ սովորել է, իր պապիկներից, իր պապայից, ու առհասարակ մեզ շրջապատում չունենք մի այնպիսի մեկը, ով զինվորականի հետ կապ չունենա։ Ռոբը ես միշտ զգում եմ իր ներկայությունը, անկախ ամեն ինչից ես միշտ զգում եմ, մասնավորապես այդ վերջին հատվածում, որ ինքը իմ ձեռքը սեղմեց, ինձ թվում է իր ամբողջ ուժը, այսպես ասած, ինքը ինձ տվեց, որովհետև իրոք չգիտեմ ինձ որտեղից այսքան ուժ այս ամեն ինչին դիմանալու համար, մեկ-մեկ հետադարձ եմ անում ու ասում եմ լավ, այսքան բան է իրոք իմ հետ է կատարվում, անընդհատ խոսվում է իր մասին, իրան մոռանալ երբեք չի լինի նման բան, որովհետև նորից եմ ասում, շատ եզակի կերպար էր ինքը, շատ անդադ խոսում ենք, անդադ Վահեին պատմում են, որ քո պապան նույնիսկ ինքը ասենց ասում է, պապաս եկավ, ծխախոտը վերցրեց ու գնաց իր պոստերը։ Իր պոստերից մենք մի քանի նկարներ ունենք, որ անդադ նայում է Վահես ու ասում ես պապայի պոստերն է, այստեղ իմ պապան պահել է ու բալիկներս են։ Մեկ էլ կան իմ շրջապատում շատ լավ մարդիկ, որ ես առիթ ունեցա իրանց հետ ծանոթանալու 2023 թվականի այս դաժան դեպքերից հետո։ Իրանց էլ եմ շատ շնորհակալ, որ իմ կողքին են, շատ ընկերներ եմ ձեռք բերել, շատ լավ մարդկանց եմ ճանաչել։ Իրականում ցավը իմ ցավն է, վիշտը իմ վիշտն է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հարգում են, ընդունում են, բայց ես աշխատում եմ չկենտրոնացնել այդ ցավի վրա ու չեմ ուզում, որ մարդ իմանա, որ ես այս ամեն ինչի միջով անցել եմ։ Հա, թող հարկեն ընդունեն, բայց միևնույն է, ապրումները քոնն է։ Ինչքան էլ դու ներկայացնես, կողքինը հաստատ չի կարողանա վերապրել, թշնամուսել չեմ ցանկանա իրականում իմ ապրածը, բայց էլի փառք Աստծո, շարունակում ենք ապրել հանուն մեր բալիկների, մեր ժառանգների ու հուսամ, որ մի օր ուղղակի խաղաղ կապրենք, ուրիշ ոչ մի բան։